Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է այմ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Պարոն Հայրիկյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ։ Եվ ամենաթարմ թեմայի մասին եմ նախ սկզբում ուզում խոսենք, Արցախի ներկայացությունում այսօր խուզարկություն է եւ հենց անմիջապես դա հետեւել է երեկվա լսումներին։ Նիկոլ Փաշինյանը երեկ Գերմանիայում նաև հայտարարեց, որ տեղյակ է, որ այստեղ ինչ-որ լսումներ են եղել եւ նրա համար անընդունելի էր, որ Արցախահայերի, Արցախի մասին ընդհանրապես խոսում, որովհետեւ ասում է, որ դա Ադրբեջանը օգտագործում է եւ ասում է, որ մենք էլ կարող ենք խոսել ադրբեջանցիների վերադարձի մասին, արևմտյան Ադրբեջանի մասին։ Եվ առաջարկ է անում Ալիևին, ասում է, եկեք միաժամանակ երկու թեմաները փակենք։ Նախ խուզարկության մասին ձեր կարծիքը եւ ընդհանուր առմամբ Փաշինյանի այս հայտարարության մասին։ Բնական օրինաչափ է այս ամենը, որովհետեւ նա ով Արցախի ինքնորոշման իրավունքը չճանաչեց, ավելին դարձավ Արցախի հանդեպ ցեղասպանություն իրականացնելու մեղսակիցը, ով հիմա էլ փորձում է մեզ համոզել, որ ադրբեջանցիների, եղել են ադրբեջանցիներ Հայաստանում ապրող հեռացում Հայաստանից, երեք է տեղի ունեցել եւ հավասարազոր է Արցախի ցեղասպանությանը, հող է նախապատրաստում։ Եվ բոլորովին չի խոսում, չէ՞ որ 3 անգամ ավելի հայեր հեռացվել են Ադրբեջանից։ Այդ բոլորը ես հասկանում եմ, որ մեզ պարտադրված բաներ եւ ադրբեջանցիներին եւ մեզ պարտադրված էր, բայց այս բանը դրա մասին չի խոսքը։ Մարդ, որ դարձել է հանցակից Արցախի ցեղասպանության իրականացման գործում, բնական է նա պիտի այսպես էլ իրեն պահեր։ Եվ քանի որ ինքը շատ տմարդ է, բառ չգտա ասելու, էլի, այսինքն մարդ չի ինքը։ Դրա համար մարդկային ամեն ինչ իրեն խորթ է, անցյալի պատմություններ է խորթ։ Զրոյից սկսում են նրանք, ովքեր զրոյով էլ ուզում են ավարտել։ Սա այն մարդն է, որ ասել է, զրոյից եմ սկսում, չէ՞։ Նա չգիտի, որ Սարդարապատ է եղել, նա չգիտի, որ աշխարհում նաև միջազգային իրավունքում կա արդարություն հասկացությունը։ Եվ այն ինչ աշխարհի կողմից արդեն անկալվում էր, Մինսկի խմբի լուծարումով ինքը ընդառաջ գնալով հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրած եւ ցեղասպանություն իրականացնելու տրամադրված մեր մարդկության թշնամիներին բռնապետ Ալիևին եւ տեսնելով որ իր ջանքերով Ալիևը այնքան էլ մերժելի չի դառնում աշխարհի համար իր անմիջական ջանքերով ինքը մի կողմից խոսում է որ ինքը դեմոկրատիայի բաստիոնի ներկայացուցիչ է իբր թե սուտ է Հայաստան ամենախայտարակ բռնապետությունն է արդեն ու հետնել ասում եմ, որ դե Ալիևի հետ կարելի է խոսել, Ալիևի հետ երբեք չասած չէ, որ բռնապետի հետ հնարավոր չէ։ Եթե դու նույնիսկ մեկ մարդու իրավունքներն ես ուրանում, դու համարվում ես անցագործ, բայց ինքը ամբողջ Արցախի մի ժողովրդի, մի հատվածի, մի հսկայական զանգվածի միջազգայինորեն ճանաչված հետո ինչ որ ասենք այդ իրավունքը չի իրացվում, քանի որ մարդիկ կամ քաղաքական աշխարհը փորձում էր գտնել հաշտեցման եզրեր բայց երբ այդ հաշտեցման եզրերը չեն կայանում եւ նա ով ինքնորոշումը մերժում է անցնում է արդեն ցեղասպանության, այդ դեպքում աշխարհը իրեն դրսևորում է, տեսեք Կոսովոյի օրինակը։ Բայց եթե դու ասում ես դե ոչինչ, դա ոչինչ։ Չէ, պարոն Հայրիկյան, տեսեք, ասում է ով խոսում է Արցախի մասին, արցախցիների մասին, նա պատերազմ է ուզում։ Պետք է փակել այդ էջը, որպեսզի պատերազմ չլինի։ Եվ փակողը իրենք են, իսկ մյուսները պատերազմի կուսակցություններ եւ ուժեր են։ Ինքը ցույց է տալիս, որ ինքը ողորմելի պատմություն չիմացող, միջազգային իրավունքի մասին պատկերացում չունեցող, պատերազմը կանխելու համաշխարհային հանրության հնարավորություններից չօգտվող թափթփուկ է, ուրիշ ոչինչ։ Որովհետև ցանկացած մարդ գիտի, որ մենք, գիտեք, լինում է իրավիճակներ, երբ համաշխարհային պատերազմը անգամ 100 տարի առաջ հայերը հասել էին նրան, որ Թուրքիայի հսկայական տարածքում, այսօրվա Թուրքիայի հսկայական տարածքում հայկական ինքնավարություն էր ճանաչվել։ Եվ հիմա ինքը եկել է խոսում է փոքր դրանից մի 100 անգամ փոքր տարածքի մասին, 100 անգամ փոքր տարածքի մասին խոսելիս ասում է պատերազմում։ Ինչի մեծ պատերազմով չէին սպառնում Սարդարապատից առաջ։ Այս Սարդարապատը մեր ազգի հետ կապ չի ունեցել։ Ինչը 92 թվականին թուրքերը չհարձակվեցին, ադրբեջանցիները չէին որ սկսեցին պատերազմը, մարտակերտը դատարկվել էր Շահումյանը վերացրին։ Հետո մենք ինչ արեցինք։ Անուն խաղաղության հանձնվեցինք, ինքը կույրաղիկ է, մի չարորակ ուռուցք է մեր ժողովրդի մարմնի վրա եւ իր տրամաբանության հիմքում ընկած է մի բան, ինչպես անել վայելել այս կյանքը, իրեն չի հետաքրում ոչինչ։ Այդ ես երբ ինքը հիմներքի բառեր ուզում էր փոխել, ես ասեցի հիմա այս
Պղծությունը պիտի հանի ամենայն տեղ մահամի է մարդ մի անգամ պիտի մեռնի, բայց Երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի։ Գիտեք, մտածում էի դրա համար է փոփոխությունը սկսել, բայց քեզ ճանապարհին կանգ առավ։ Դա Միքայել Նալբանդյանի դեմ չէր միայն ոտնձգություն, դա մեր տասնամյակներով, հարյուրամյակներով ամրագրված արդեն արժեհամակարգն էր։ Ինքը, բայց դա է իր իրական էությունը, իր համար ոչինչ չկա։ Մի կերպ հասել եմ իշխանության, թողեք վայելեմ։ Բայց կա տարբերակ առանց պատերազմի արցախցիների վերադարձը։ Իսկ կա տարբերակ խաղաղության բռնապետի հետ։ Բռնապետ նշանակում է մշտապես պատերազմ հայտարարած մարդ։ Դա է նշանակում բռնապետ։ Մշտապես պատերազմ հայտարարած եւ պատերազմով ապրող, մշտապես մարդկանց ճնշող պետության, այդպիսի ղեկավարություն ունեցող պետության հետ խաղաղություն հնարավոր է։ Հիտլերի հետ խաղաղություն հնարավոր էր։ Հիտլերի հետ ամեն ինչ արեցին, չէ՞ փորձեցին 38 թվականին, ամեն ինչ արեցին։ Ստալինի հետ Հիտլերը պայմանագիր կնքեց, Ստալինի հետ հնարավոր էր, չէ՞։ Գիտեք Ստալինը ինչի պաշտպանական գծեր չի ունեցել, ինչի գերմանացիք այդպես առաջ եկան։ Նրա մտքով չէր անցնում, որ ուրիշը պիտի հարձակվի, ինքը կարծում էր ինքը պիտի հարձակվի։ Իսկ հարձակվողը պաշտպանական գծեր չի պատրաստում։ Ֆրանսիան Մաժինոյի գիծներ չէ պատրաստել, որովհետև պատերազմը չէր պատրաստվում, պաշտպանվում էր։ Նշանակում է նախընտրական զուտ քարոզարշավի բաղադրիչը, երբ որ հասարակությանն ասում է, որ ես, չէ, ասում է ես եմ բերելու խաղաղություն, մնացած ով խոսում է Արցախից, արցախցիների մասին, իրենց պատերազմի կողմնակից են։ Գիտեք, դուք իր այդ բաները, ցանկությունները փոքրացնում եք, նրան նախընտրականը չի հետաքրում միայն, նրան հետաքրում է հավերժ իշխանությունը։ Նա կարծում է, թե աշխարհի բոլոր սրիկաների տականքների նման ինքը պիտի նրանցից խելացի լինի ու լինի հավերժ իշխան։ Սկսած Հուլիոս Կեսար, Նապոլեոն հայմատաբար դրական կերպարներից, վերջացրած են բոլոր նրանք, ովքեր որ մեր աչքի առաջ բռնապետ էին եւ հեռացան։ Ինքը կարծում է, թե ինքը դրանց պիտի շրջանցի։ Այնպես որ իր նպատակը միայն այս առաջիկա ընտրությունները չեն, ընդհանրապես այդպես ես միակն եմ, անփոխարինելին եմ եւ գտել է իր նման բացությունների, ոչ մի սրբություն չունեցող տականքների, որ ասում են դե իր միջոցով մենք էլ մարտամեջ դուրս եկանք։ Մի հատ տեսեք հերթով այդ փոխվող նշանակվող եւ անհայտությունից եկող դեպի անհայտություն գնացող այսպես կոչված պետական գործիչները։ Կամ արդարադատության նախարար այդ հիմա Գալյանն է նշանակված, ասում եմ իրավաբան պիտի լինես, որպես այստեղ դու աշխատես։ Լավ։ Ասում ես, որ մենք վերացրել ենք, լուծարել ենք մասնագիտական հանձնաժողովը։ Եթե դու մասնագիտական հանձնաժողովը վերացրել ես, ո՞վ է աշխատում նոր սահմանադրության վրա։ Ոչ մասնագետները։ Հանձնաժողով են ձևավորել։ Հանձնաժողով չկա այլևս։ Հանձնաժողովը լուծարել են, ինքն է ինձ ասում, անմիջական խոսակցության ժամանակ։ Բայց այդ մասնագիտական հանձնաժողովը ստեղծված է նորմատիվ ակտով, որ նորմատիվ ակտով է նա վերացված։ Եվ այդ ինչպես է պատահում, որ Իոնիսյանն ու Սաքունցը, այն մյուսների մասին չեմ ասում, նրանք բոլորը իրենց թույլ են տալիս նոր սահմանադրություն գրել։ Հասկանում եք ինչ սարսափելի բան է։ Այդպիսի այդ նպատակի համար Ամերիկայի Միացյալ Նահանգները 200 տարի առաջ սահմանադիր ժողով ստեղծեցին։ Դե Գոլը ստեղծեց հատուկ մեծ սահմանադիր հանձնաժողով։ Սրանք ստեղծել էին հանձնաժողով, հիմա մասնագիտականը հանեցին եւ այս բոլորը ինչի համար է արվում։ Ասում եմ մենք նոր սահմանադրություն ենք ընտրելու, բայց պահպանելու ենք այն ինչ որ կա։ Ինչեւ ես չեմ ուզում շեղվել, ասեմ որ խնդիրը մեկն է այսօր։ Ամենակարևոր բանն այն է, որ նրա բոլոր բացասական քայլերի հիմքում ընկած է մի բան։ Ես չեմ կարող, ուրեմն ուրիշն էլ չի կարող։ Կամ կլինեմ ես վարչապետը Հայաստանի կամ ոչ մեկ չի Դա լինելու։ սկզբնական բան էր, բայց հայտնի խոսքն է։ դա դեռ այն էր, ինչ որ ինձ 100%-ով այն ժամանակ բացատրեց, որ այս մարդը չարիք է, բայց ընդհանուր առմամբ հետեւյալը ընդհանրապես ցանկացած բանական մարդ, ես չեմ ասում երկու ոտքերի վրա կանգնած մարդակերպ արարածը, ցանկացած բանական մարդ գիտի կամ բաներ, որ ես չեմ կարող անել, բայց գուցե ինչ որ մեկը կարող է անել։ Իսկ տականքների մտքում միշտ մի բան է ընկած, սրիկաների մտքում միայն մի բան է։ Ես չեմ կարող, ուրեմն ուրիշ ոչ ոք չի կարող անել։ Հիմա օրինակ իր կարողությունները շատ ավելի են մեծացել եւ հասել են եկեղեցուն։ Չէ, իր կարողությունները չեն մեծացել, իր լեկտիվությունն է մեծացել, իր լեպիրշությունն է մեծացել, իր հանցավորությունն է մեծացել։ Կներեք, որ ընդհատում եմ, բայց տեսեք ինչ է կատարվում։ Ունենք սահմանադրություն։ Սահմանադրության մեջ վարչապետի իրավասությունները նկարագրող հոդվածներում կա մի կետ, որն ասում է, որ ինքը պետք է զբաղվի անգամ իշխանության մյուս ճյուղերի։ Որպես վարչապետ չեմ զբաղվում, ես զբաղվում եմ որպես առաքելական եկեղեցու հետևորդ։ Հիսուս իմ սրտում է ասում։ Վարչապետական
ռեսուրսները չի օգտագործում, այդ որ հմեկի ելույթով ելույթներում հանրային հեռուստատեսությունը դարձրել է իր դուքանը։ Իսկ ես տարիներով այնտեղ չեմ եղել։ Հայաստանի անկախության պայքարի առաջնորդը, որ առանց որի այս բոլոր թափթփուկները առաջին, երկրորդ, երրորդ նախագահի շուրջը հավաքված բոլոր այն միջակությունները 0 էին, լինելու են կոմսոմոլի աշխատիկներ։ Սա էլ պիտի լիներ, չգիտեմ, երևի կոմսոմոլի թերթի մի հատ լրագրողիկ պիտի լիներ ընդհանրապես։ Դրանք իմ միջոցով են դարձել պետական գործիչներ։ Ես հանրայինում տարիներ շարունակ չկամ։ Սահմանադրություն են քննարկում մի 5 տարի առաջ կամ 10 տարի առաջ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի շրջանում ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլ նաև իրենից առաջ խուսափում էին, բայց սահմանադրական բարեփոխումներ են սկսում, սահմանադրական բարեփոխումների անցյալ նախաձեռնող հանձնաժողովի նախագահը միակ մարդու ով նախագիծ ունի պատրաստի, որը տվել է իրենց 7 անգամ։ Դա չի հրավիրում, ես հիմա չեմ բողոքում, դրանքով եմ, որ ես դրանցից բողոքում, փաստն եմ արձանագրում, որ իրենք այս ընդհանուր իրավիճակում ունեն միայն մեկ մտադրություն, ինչպես անել, որ աթոռներին տիրեն։ Իսկ ընտրությունների մասին խոսելու դեպքում մենք պիտի հիշենք, որ ընտրությունները կանխորոշված են, որովհետև ընտրություն նշանակում է ժողովուրդը իր ձայնը տալիս է քաղաքական ուժերից որևէ մեկին։ Բայց եթե ժողովուրդը չունի այդ ձայնը, պիտի ունենա, չէ՞ որ տա։ Իսկ սկզբանե այդ ձայնը խեղել են կամ վերացրել են սահմանադրությամբ։ Սահմանադրությամբ ինչպես են վերացրել։ Այս գիրքը, որը ինձ հետ էր, դեռ 25 տարի առաջ գրել եմ քաղաքացիների ներկայացուցչականության գործակիցը խորհրդարաններում, որ նայում ես մեր խորհրդարանի ձևավորման կարգին, դու տեսնում ես, որ այս սահմանադրությունը պահպանելու կողմնակից, սահմանադրության բացասական բաները պահելու, դրականները վերացնելու կողմնակից իրականում, դրա համար էլ նորի մասին է խոսում։ Սրանք մեր վերջին ընտրություններում հնարավորություն են տվել ունենալ առավելագույնը իր ժողովրդավարականությամբ ներկայացուցչականության մակարդակով 30%-անոց։ Այնինչ ներկայացուցչական մարմին է ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիներին ներկայացնելու կահամար է կոչված։ Դա պիտի լինի, եթե ոչ 100%-անոց, գոնե 90%-անոց, ինչևէ։ Հիմա այսօր ընտրություններին նախապատրաստելը, որ դուք ասացիք, այո, դա իր մտքում կա, որպես հերթական փուլ, բայց իր մտքում այլ բան է, դառնալ Ալիև, դառնալ Լուկաշենկո։ Աշխարհը Ալիևին հանդուրժում է, դե ինչ լավ է։ Ուրեմն ես Ալիևին գով եմ, ինձ էլ կհանդուրժեն, Լուկաշենկոյի հետ լավ լինեմ, Պուտինի հետ լավ լինեմ։ Սա իր երազանքն է, ու այդ Բայց Պուտինի հետ լավ է նա։ Ում հետ։ Պուտինի հետ։ Ռուսաստանի։ Պուտինի հետ լավն է, Պուտինը օգտագործում է, երբ պետք է լինում, հիշում է իրեն մի երկու հատ բան ասում։ Հիմա Համբուրգից հետո գնացել է Գերմանիայից հետո գնացել է Մոսկվա, այս պահերին, այս ժամերի Մոսկվայում է յատմելիստին։ Ինքնով է որ ոչ դեռ արևմուտքում ինչ որ ինքնախապեյությամբ են զբաղված, որովհետև իրենց համար այդպես հեշտ է աշխատելը։ Բայց ինչու ինքնախապեյությամբ 3 Գերմանիայում մենք ստորագրեցինք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, ավելի շուտ ստորագրել էինք դրանից մի քանի օր առաջ Եվրամիության հետ փաստաթուղթ ենք ստորագրել։ Սա ռազմավարական փաստաթուղթ ստորագրող է։ Սրա հետ կարող են լուրջ ռազմավարական փաստաթուղթ։ Հայաստանում ռուսական բազա ունեցող պետության ղեկավարի հետ կարող են ռազմավարական լուրջ բաներ կնքել, եկեք մեզ չխաբենք։ Իրենք ասում են լավ, քեզ ինչի տեղ դրել ես դիր, մենք այսպես ավելի հանգիստ ենք, որևէ պարտավորություն չենք զգում քո հանդեպ։ Դու ասում ես Ալիևը լավն է, մենք գիտենք Ալիևն ով է։ Բայց որ քեզ դու պետք է ասեիր, մենք էլ քեզ պաշտպանենք, ինչ լավ տղա ես։ Ողորմելի, վախկոտ, ստրուկ, ստրկամիտ։ Գերիներ ունես, դրանց մասին անգամ վախենալով ես խոսում։ Փոխանակ քո առաջին խոսակցության նյութը դա լիներ, պատանդներ ունես։ Այսինքն դուք հասկանում եք, մեզ այն վիճակին է հասցրել, որ որևէ ծնող պատկերացնի, որ իր երեխան ծանր հիվանդ է եւ ասի այդ հեչ։ Բայց այդտեղ ծանր հիվանդ չի, այդտեղ գերության մեջ է։ Ուրիշ հարցեր կան ավելի կարևոր, չկան ավելի կարևոր հարցեր։ Հայության ոչնչացման խորհրդանիշն են այդ պատանդները։ Հայության դեմ իրականացվող այսօր արդեն սկսված ցեղասպանական գործողության ահազանգներն են դրանք։ Ու մենք խոսում ենք սրա մասին որպես մարդ։ Ես այն բոլոր անձանց, ովքեր որ դրական բան են փնտրում, ուզում եմ հասկանալ, իրենք նրանք բարիով են առաջնորդվում, բայց քիչ առաջ խոսեցիք նաև եկեղեցու մասին, չէ՞։ Այո, վերադառնանք եկեղեցուն եւ տպավորություն է, որ արդեն վեհափառի հեռացումը իրողություն է, որովհետեւ Փաշինյանը վերջի օրերին գրառումներ է անում տեղապահի ընտրության հետ կապված, ճանապարհային քարտեզ են նշում, թե ինչպես պետք է վերանորոգել, բարենորոգել եկեղեցին եւ
խոսում այն մասին, որ օրհներգը պետք է հնչի պատարակներից առաջ, նաև Հայաստանի դրոշը պետք է եկեղեցիներում լինի։ Սա դուք ինչպես եք գնահատում։ Եկեք մի բան, մենք սիրում ենք օրենքով ապրել, թե ապրել պանյատյաններով, օրենքով, չէ՞։ Որ օրենքում է գրված, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Հայաստանի քաղաքացին վարչապետական լիազորությունները օգտագործելով պիտի թույլ տա գործողություններ, որ չեն նախատեսված իր համար։ Արձակուրդ է գնացել վարչապետի պաշտոնից, այլևս վարչապետ չի աշխատում։ Վարչապետես բազմաթիվ աշխատանքներ ունես, վարչապետես ստացած դիմումներին պիտի պատասխանեիր։ Դու այլևս ինքը շատ լավ գիտի, որ ինքը այլևս վարչապետ չի, որովհետև ես դատախազին ուղղակի դիմել եմ հստակ։ Երեք չառաջի օրն էլ դիմեցի դատախազական համակարգի բոլոր աշխատակիցներին, որ դուք երթվել եք ծառայել օրենքին։ Ձեր ղեկավարը Աննա Վարդապետյանը բանտ գնալու ենթակա անձ է, որովհետև պաշտպանում է կոռուպցիոն հանցախմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանին եւ արդարադատության նախարարներին, մյուսներին, ովքեր որ մխրճված են կոռուպցիայի մեջ։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է միայն մեկ հոդվածով կուսակցությունների մասին, կուսակցությունների իրավունքները բաժնում նշված է։ Կուսակցությունները, դա 21-րդ հոդվածն է, կուսակցությունները իրավունք ունեն արտահայտելու իրենց դիրքորոշումը պետական տարբեր հարցերի վերաբերյալ։ Երբ նրանք այդ դիրքորոշումը արտահայտում են հանրագրերի տեսքով, պետական կառույցները պարտավոր են քննարկել դրանք։ Ուրեմն Հայաստանում քննարկվում էր սահմանադրության հարցը, մեր ճնշմամբ, իմ անմիջական ճնշմամբ Նիկոլը 2 տարի հետո ձեռնամուխ եղավ այն գործին, որը իր հեղափոխության նպատակն էր գլխավոր։ Բայց ինքը խախտել է այդ հոդվածը, այսինքն միակ հոդվածը, որի բովանդակության մեջ հստակ գրված է ժողովրդավարության երաշխավորը այս հոդվածն է։ Այդ հոդվածը ինքը խախտել է։ Հիմա քանի որ մեր ամբողջ հանրությունը պարլամենտ անցած դժբախտները, նաև ընդդիմությունից դժբախտ են, որովհետև շատ կարևոր բաների մասին խոսում են, բայց ամենակարևորի մասին երբեք, որովհետև չեկիստների սպասավորների խամաճիկները լինելով, իրենք շատ կարևոր բաների մասին կարող են 10-15 րոպե խոսել, բայց հանկարծ Հայրիկյանի անունը պիտի չտակ, որովհետև ի վերջո ինքը մեր գլխավոր թշնամին է, անկախության պայքարի առաջնորդը ու չի կոտրվել երբեք։ Այդ ես իմ մասին չեմ խոսում, խոսում եմ այն մարդու մասին, ում դեմ իրենք պայքարում են։ Ու Հայրիկյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիոն հանցանքների մեջ է կասկածվում, մեղադրվում, տվել է դիմում։ Իրենք ինչի մասին որ խոսեին, պիտի առաջինը ասեին բոլոր падգամավորները, բոլոր քաղաքական գործիչները. Պարոն Փաշինյան, դուք դեռ վարչապետն եք, բայց դուք մեղադրվում եք ամենածանր հանցագործության մեջ, որ հնարավոր է կատարել։ Իշխանության չարաշահում, պետությանը տրված բազմաթիվ վնասներ, ինքնիրավչություն եւ այլն եւ այլն։ Այդ բոլորը ես նշել եմ։ Իրենք դա ինչի չեն։ Նա բազմաթիվ մեղքերի մասին են խոսում, բայց նա չի։ Այն բոլոր մեղքերը, տեսեք, այնց այդ բոլոր մեղքերը 10-րդական են, ինչ իմաստով։ Մի քիչ վիճահարույց կարող են ընկալվել։ Իսկ այս մեկը վիճահարույց չի։ Դու սահմանադրական բարեփոխումներ ես նախանձել, ստացել ես պատրաստի նախագիծ, չես քննարկել։ Օրենքը արգելում է քեզ չքննարկել։ Պետք է քննարկեիր ու մերժեիր։ Դա սկսում է դեռ նախկիներից, բայց թողնենք նախկիներին։ Սրա օրոք ենք ապրում, նախկիները թռան դրա համար էլ։ Ամեն մարդ այդ բազմաթիվ աստվածներ ինչ որ ասում է, թող խոսի, ասի։ Տեսեք, ես այդքան խոսեցինք, չի Արցախի ինքնորոշման իրավունքը, եկեղեցու նկատմամբ իր անիրավ միջամտությունները եւ այլն եւ այլն։ Բայց կա մի բան, որ անառարկելի է։ Քանի որ մենք իրեն թույլ ենք տալիս խորանալ, ինքը սկսեց վարժվել։ Կարող եմ կոռուպցիոն բնույթի։ Իսկ ինչպես անել, ով պետք է նրա ձեռքը բռնի, որ չխորանա այդքան։ Բոլորը պետք է խոսեն։ Խոսում են։ Չեն խոսում։ Պարոն Հայրիկյան, հենց հիմա շատ մի բանի մասին գիտեք, դուք այլևս բոլորը խոսում են, բայց ոչ մեկ ոչինչ չի անում։ Դուք այլևս վարչապետ չեք, որովհետև դուք կոռուպցիոն հանցախմբի ղեկավար եք դարձել։ Որոշեք, կոռուպցիոն հանցախմբի ղեկավար լինելն է վարչապետի պարտականությունը, թե կատարել օրենքների կոռուպցիայի մեջ էլ է մեղադրում, պատերազմի մեջ էլ է մեղադրում, տնտեսական տարբեր։ Ես կուզեի, որ գոնե դուք հասկանաք, Ես հասկանում եմ, բայց ուզում եմ ասել մեղադրանքների անառարկելի մի բանի մասին։ Այն մյուսները կասկածելի են։ Իրեն մեղադրում են, դուք տեսել եք, չի ասում են դավաճան, ասում են դավաճանը նախկիններն էին։ Դե իրանք ասում են կոռուպցիոներ, ասում են բա գիտես նախկինում ինչ ա եղել, ինչ թալան ա եղել։ Կոնկրետ ոչ մի падգամավոր, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ ոք չի ասել, Պարույր Հայրիկյանը դիմել է դատախազին ձեզ մեղադրելով այս ինչ բանի մեջ։ Բացատրեք։ Պարզ բացատրեք, ինչի չեք քննարկել նրանից ստացված սահմանադրության նախագիծը։
Դուք այսօր չգիտեմ ինչ մակարդակի վրա։ Գալյանին դիմեք այդ Գալյանի հետ խոսել եմ։ Եվ Գալյանի հետ խոսել եմ։ Անձամբ չի ուզել կանչի։ Ես հացադուլ արեցի, չէ, ինքը ընդհանրապես ասաց, որ գիտեք, դուք մեզ մեղադրում եք, որ մենք մի քանի 100 միլիոն դրամ կամուն ենք տվել, բայց այդ հանձնաժողովը մենք արդեն ծրել ենք։ Ես ասում եմ, դուք հետ ստացել եք այդ գումարները, ում որ տվել եք։ Ասում եմ, չեն զարմացած, ինչի՞ պիտի ստա։ Դուք գործ եք հանձնարարել, մարդիկ չեն արել։ Հիմա ասում եք ծրել եք։ Դա ապօրինի վարձատրություն տալը ծանր կոռուպցիոն հանցագործություն է։ Ստանալն էլ է հանցագործություն։ Հիմա ես Գալյանի հետ ինչ խոսեմ, երբ որ գիտեմ, որ ինքը ունի կոռուպցիոն հանցախմբի ղեկավար։ Դրա համար այ որ այսպես մենք ամեն օր լսում ենք նոր բացասական բաներ, էլի կլսենք, քանի դեռ իրեն մենք կարգի չենք հրավիրել։ Իսկ կարգի հրավիրել հետևյալն է. Աննա Վարդապետյանի մասին արդեն ասել եմ, դու կոռուպցիոն հանցախմբի հովանավոր ես։ Ով պետք է կարգի հրավիրի, եթե իր ազգային անվտանգության ծառայությունը եւս լծվել է այսօր իր իշխանության թիվ 1 օրակարգը սպասարկելուն։ Նա ասում է, ես անվտանգության ծառայության աշխատակիցներին նաեւ հորդորել, խնդրել եմ, որ գնան խոսեն քահանաների հետ, որ զեղչվի կաթողիկոսի անունը։ Եթե ամբողջ համակարգը աշխատում է, քաղաքացին հորդորել է, որ ազգային անվտանգության աշխատակիցները գնան բանանեն, միջամտեն։ Այդտեղ դուք չեք ասում, որ պիտի այդ պահին մեկ ասեր, «Հեյ, երկոտանի» կամ ավելի կոպիտ, դու ասում ես, որ որպես քաղաքացի ես այդ գործերով զբաղվում, բա ո՞նց ես հրամայել, որ ազգային անվտանգությունը։ Ուրեմն ազգային անվտանգության համակարգում կան իր նշանակած մարդիկ, իր խամաչիկները եւ կան պարզ սպաներ։ Դատախազությունում կան իր նշանակած լաքեյները, սպասավորները, նախկին սուրճ եփողները իր համար եւ դատախազության աշխատակիցներ։ Դուք չպետք է համարեք, որ նրանք բոլորը մեռած են ու բոլորը անասուն են։ Այնտեղ կան պատասխանատվության զգացումը ոչտված մարդիկ եւ դու քո հավատով նրանց կարող ես ուժ տալ։ Ես ախր տեսել եմ շատ ավելի վատ պայմաններում եւ դատախազության են այս օրերս դրա մասին շատ եմ խոսել։ Դատախազության աշխատակիցները պահը որ գալիս էր, անգամ KGB-ին ասում էին, չէ, էս է օրենքի պահանջը։ Եվ եթե դու ասում ես, որ մենք ոչ մի հույս չունենք, դրանով դու նպաստում ես։ Եթե դու ասում ես, որ ամեն ինչ Նիկոլի ձեռքին է, Նիկոլը սարսափած ամեն պահի մտածում է, այդքան մարդկանց որ փոխում են, չի է փոխում, դա բռնապետների ընդհանուր կեցվածքն է։ Վախից։ Գիտի, որ ինքը օրենքին հավատարիմ չի գործում, նշանակում է տալիս է աշխատավարձ, պարգևավճար, ներքին կարգով կոռուպցիոն գործողություններով զբաղվելու հնարավորություն, բայց պիտի ինձ հավատարիմ ծառայես։ Բայց այնտեղ կան մարդիկ, որ մտածում են, որ ես երեխաներ ունեմ։ Հայրիկյանն ուզում է, որ այս երկիրը կարգին երկիր լինի, դա պատկանի քաղաքացիներին, դրա վերաբերյալ նախագիծ է տվել։ Ինչու 7 տարի դեռևս ինքը կա, եթե համակարգում շատ են կարգին մարդիկ։ Այդքան գործակալները դուք ավելի շատ են գործակալները, քան կարգին մարդիկ։ Կարգին մարդիկ միավորված չեն, գործակալները միավորված են։ Այդ է միակ տարբերությունը։ Կարգին մարդիկ 10 անգամ ավելի շատ են։ Իդեպ գործակալների մասին, պարոն Հայրիկյան, տեսեք, Փաշինյանը ասում է, այո, մեր երկրում ազդեցության գործակալներ կան, մեր երկրում այլ եկեղեցու հետ կապված ասում է, այլ երկրների լեյտենանտներին, գեներալներին լսող հոգևորականներ կան։ Այս գործակալների մասին, որ այսքան շատ խոսում է Նիկոլ Փաշինյանը, ինչու այդ դեպքում այդ հետքերով չի գնում, որովհետև մի վատ բան կա, որ հիմա մենք անում ենք, ես եւ դուք, առավել շատ ես, էլի։ Այդն է, որ մենք գիտենք, որ գործ ունենք, պարզապես դատարանի կնիքը խփված չի։ Դատարանն է որոշում հանցագործը։ Հանցավոր դրսևորումներով ապրող դա իր էությունը դարձրած մարդու մասին։ Այդ մարդը պարզ է, որ նախորդ հանցագործությունները պարտակելու համար պիտի նորերը անի։ Եվ նորերի մեջ պետք է հնարավորինչափ շատ մարդ ներգրավի։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, որի մասին միայն մի բան պիտի խոսեինք։ Դու անկախության պայքարի առաջնորդից մնացած ամեն ինչ զրո է։ Անկախության պայքարի առաջնորդ։ Էն էլ այնպես չէ, որ 5 օր դրոշ է բռնել։ 20 տարի բռնադատված է եղել ու բանտից էլ ղեկավարել է անկախության շարժումը։ Հայ ժողովրդի ինքնորոշման շարժման ղեկավարից միջազգայինորեն ճանաչված, ավելին սովետական միության 300 միլիոն մարդու գլխավոր գործիչ ճանաչված մարդուց ստացել ես դիմում։ Դու հասարակ կուսակցականից դիմում որ ստանայիր, պիտի քննարկեիր։ Չքննարկելը սահմանադրության խախտում է, հանցագործություն է, անառարկելի։ Չես կարող ասել ես 1000 ու մի կապիկություններ։ Դու հանցագործ ես արդեն, մնում է դատարանը հաստատի։ Այսինքն ամենամեծ մեղքը ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանի։ Ամենամեծ մեղքը օրենքով նախատեսված, օրենքում ամրագրված սահմանադրական դրույթի խախտումն է։ Մեղք չի դա հանցագործություն է։
Հիմա ես չեմ կարող ասել։ Առաջին անգամ է խախտում Փաշինյանը։ Այս օրենքը Ձեր հետ կապված։ Ինձ հետ կապված 7 անգամ, բայց դրա Չէ, ձեր հետ կապված բացի այդ ամեն ինչից առաջին անգամ է։ Ես հատուկ եմ սարել, որ լինի 7 անգամ, որ ինքը չասի վայ անփոփություն էր։ 7-րդ անգամ արդեն արել։ Ես գրում եմ, ինքը չի պատասխանում, ես նորից եմ գրում։ Գրում եք Իրանունով։ Դժբախտն էլ մտածում է, թե այո, Իրանովն էլ մտածում է, Հայրիկյանը իբր թե փորձ ունի։ Չի տեսնում, որ ես խախտում եմ օրենքը։ Արդեն իրեն ներքին օղակներում այլևս։ Չէ, պատասխաններ ունեմ որոշ դեպքերում, գիտեք ինչ պատասխաններ, որ սրանից սրան փոխանցվեց։ Կամ այն ժամանակ Զորյան էր ազգանում, ինչ էր մեկը կար։ Արտարադատության նախարարը գրեց, թե մենք այդ հարցերը հետո քննարկելու ենք։ Դե հետո քննարկելու եք, քննարկեիք։ Հետո իրեն տարան այլտեղ կարծեմ սահմանադրական դրան։ Այդ բոլորը ամրագրված է։ Այսինքն բանը, եթե դատախազությունը կամ փոխանցում է քննչական կոմիտեին, պահանջում են, որ գրի, որ հանցակազմ չկա։ Նրանք էլ չեն կարողանում գրել։ Ոնց հանցակազմ չկա։ Հանցակազմ կա, իսկ կոնկրետ գրություն է։ Սա ինչ որ падգամավորի քննադատություն չի ամբյոնից, որը նույնպես կարևոր է։ Չեք փորձել որևէ միջոցառման ժամանակ ինչ որ միտեղ գնալ, անձամբ իր դիմացը կանգնել Նիկոլ Փաշինյանի եւ խոսել։ Ես այդ ինչ ես Նիկոլ Փաշինյանի դիմաց կանգնեմ։ Դե եթե որևէ տարբերակով ձեր ասելիքը տեղ չի հասնում, որը իր նպատակն է համարում ամեն դրական Հայաստանում ոչնչացնել։ Ես դրա այդ դեռ պիտի խոսեմ, ես ստեղծում եմ փաստ։ Այդ փաստը այն պահից, երբ որ ինքը հայտարարեց, որ ավելի լավ է պարտվեն, քան Հայրիկյանը գոլ խփի, այդ պահից ես հասկացա, որ ինքը պատկերավոր եմ ասում, էլի։ Այդ պահից ես հասկացա, որ սահմանադրական բարեփոխումը որևէ քայլ, հիմա էլ խոսում է 5 հատ մետրոյի կայարան կառուցելու մասին։ 7 տարով մի կայարան չի կառուցել։ Ժողովրդի նկատմամբ այն ինչ որ ինքն է անում, ոչ ոք չի արել։ Հիմա այս լսող են քաղաքացիները, որ իր մեջ ինչ որ դրական բան են գտել, թող մի հատ տեսնեն։ Նախորդ իշխանություններից որ մեկն էր իրենց որևէ հարկը 5 անգամ բարձրացրել։ Միջինը 5, նույնիսկ ավելին են ասում 8 անգամ գույքը հարկը բարձրացված է։ Իմ հանդեպ 100 բան 500 անգամ է բարձրացրել իմը։ Պատկերացնել հնարավոր չի։ Երեք ինձ դիմեցին, ասում են արժի այդ փաստը ուղարկել Գինեսի ռեկորդների գիրք։ Աշխարհում չկա դեպք, որ հարկը 500 անգամ բարձրանա։ Թող գնա արձանագրվի, որ Նիկոլ Փաշինյանը մեզ այդ հերոսություն արել։ Հիմա մենք տարբեր բաներից ենք խոսում, բայց ամենակարևորը այն է, որ մենք թույլ ենք տալիս, որ հանցավոր հակումներ բազմաթիվ ոլորտներում հանցավոր հակումներ դրսևորած մարդը շարունակի մնալ իշխանության եւ մեր անունից խոսի։ Մինչդեռ ամեն մարդ պիտի Նիկոլի անունը տալիս, ասել որ ախր մեկը չի, երկուսը չի, երեքը չի, այս մարդը ոտից գլուխ։ Օրինակ ընտրությունների ժամանակ, որ ասում է արդար ընտրվեցի, չէ՞։ Ժողովուրդը ասում է ինձ ընտրել են։ Դու ինչ իրավունք ունես, չէ, ժողովուրդը չի ընտրել։ 20% չի նշանակում ժողովուրդ։ Դու օգտվել ես այն ընտրական համակարգից, որի դեմ ժողովրդին ոտքի հանեցիր։ Մերժիր Սերժին, նշանակում էր մերժիր Սերժ Սարգսյանի սահմանադրությունը։ Այդ սահմանադրությունը պահեց, դրանով գնաց ընտրության, բայց անգամ այդտեղ, երբ ինքը հրաժարական տվեց, որպեսզի պարլամենտը նոր ընտրություններ լինի, հիշում եք, չէ՞։ Հետո դրվեց իր տեխնատությունը եւ ինքը չընտրվեց։ Բայց ինչ իրավունքով էր աշխատում վարչապետի պաշտոնակատար։ Չի ընտրվել։ Կառավարությունը պետք է շարունակի իր գործունեությունը եւ կառավարությունը պետք է ղեկավարի առաջին փոխվարչապետը։ Բայց ինքը մնաց վարչապետ, ինչի համար։ Այդ որ ասում եք 1000 մեղադրանք կա, շատ մեղադրանքներ կան, սա էլ դրանից մեկն է։ Բայց այդ բոլորի մասին ես չեմ խոսում, ես մի բան եմ ասում։ Դատախազություն հարցրու ինչի չես քննարկել Հայրիկյանի տված սահմանադրության նախագիծը։ Դու քոնը չես կարողացել, ապացուցել ես, որ անկարող ես, ժողովրդական լեզվով ասած, քաղաքական իմպոտենտ ես։ Դե որ իմպոտենտ ես, կարողացող մարդուն, իրավունք ունեցող մարդու ստացած, ինչի չես քննարկել։ Չէ որ օրենքը քեզնից պահանջում է։ Այս ցանկություն չէ, սահմանադրական օրենքն է ասում, դու պիտի քննարկեիր։ Չես քննարկել հանցագործես։ Տեղի կունենար, եթե մեր երկրում օրենքները լիարժեք գործեին։ Այնպեսի տպավորություն է, պարոն Հայրիկյան, որ մեր մոտ բոլոր օրենքները գործում են, այ այդ մի օրենքը, այդ մի բանը խախտվեց։ Բոլոր օրենքները գործում են։ Ուզում եմ ասեմ, ձեր ասածը տեղի կունենար, եթե Հայաստանը լիներ օրենքի երկիր։ Ճիշտ է, ես երկիր։ գիտեք, կարող եմ մի քիչ չէ, շատ ավելի գիտեմ, որ օրենքները շատ վատ են աշխատում։ Օրինակ 3 տարվա ընթացքում չվերցրած պարտքը վերցնելու իրավունք չունեն։ Երեք ես գնացել եմ ինձ ներկայացնում են թվեր թե վերջին իբր 10 տարում ես չեմ վճարել։ Ասում եմ, լսեք, ամեն տարի ես 0-ական թուղթ եմ ստանում, որ տեղասմոթր կատարեմ, չէ, տեղզննում կատարեմ։ Բայց 0-ականից որ տալիս են, ուրեմն պարտք չեմ ունեցել։ Ես որտեղից հանեցիք 60,000 դրամ պարտքը։ Այնպես որ ես գիտեմ այդ տարբեր ոլորտներում շատ բան է, բայց ձեր տունը ուզում եք վաճառեիք, ինչ ստացվեց, ավելի ճիշտ ուզում եք կառավարությանը տալ։ Չէ, կառավարությանը չէի տալիս, ես տալիս էի պետությանը որպես թանգարան,
Իրենք իմացան, որ այնտեղ փոքր պարտքեր կան, ընդհանուր արժեքի, ասենք արժի մոտավորապես 1 միլիարդ, եւ այնտեղ ամենաշատը 100,000-ի բաներ կային։ Դե պարտքերով եմ կառուցել որոշ բաներ։ Չգիտեմ, պատասխան չստացա, այդ էր խախտում, բայց ներքին կարգով այդ հարցով էլ դիմել եք որևէ պատասխան։ Ես դիմել եմ, ասել եմ իմ ազգը չունի ժողովրդավարության թանգարան, իսկ սա ինստիտուտ է։ Մենակ իմ արխիվային նյութերը 1400 միայն վիդեո։ Պետք է ամենաշատ իրենք շահագրգռված լինեին ժողովրդավարության։ Իրենք իրենց շփոթեցին։ Թանգարան կառուցելու համար, որտեղ իրենք ասում են մենք ենք ժողովրդավարության սկիզբն ու վերջը, այո։ Չէ, իրենք ժողովրդավարությունից շատ հեռու են, որովհետև ժողովրդավարությունը շատ հստակ հասկացություն է։ Ժողովրդավարություն նշանակում է քաղաքացիների իրավահավասար մասնակցություն երկրի կառավարմանը։ Այսինքն խոսքով հրաժարվել են ձեր տան հարցը։ Չէ, հրաժար, պատասխան չկա։ Որևէ պատասխան չեն արձագանքել։ Ներքին կարգով ստացա, որ իբր թե թանկ կնստի, բայց ինձ հետ ինչ եք բանակցել, որ թանկ կնստի։ Կարող ես մարդիկ եմ ճարում, որ այդ իմ պարտքերը փակում են։ Ձեր ինչ գործն է։ Ինչևէ, իրենք չեն ուզում, որ Հայաստան ունենա ժողովրդավարության ինստիտուտ, որտեղ այսպես է ժողովրդավարության եւ անկախության ինստիտուտ թանգարան։ Եվ ամենակարևորը սարսափած են։ Ոնց թե, եթե Հայրիկյանն է օրինակելի մարդը, բայց դեպքում մենք ով ենք։ Ես այն մարդն եմ եղել, որ երբեք չեմ հանձնվել ամենածանր պայմաններում։ Անձնական բանով չեմ ասում փոքր-մոքր հարցեր։ Ազգիս հետ կապված որևէ հարցում ասել են 10 տարի, ինչի արտաքսեցին։ Ասում են 10 տարվա կալանք է սպասում, բացի ոչինչ։ Ի վերջո որոշեցին, որ չէ, հնարավոր չի։ Հիմա ինչ եմ ասում։ Իրենց պետք է որ Նիկոլի նման թշնամու արչև ծնկի եկող, ողորմելի, արդարությունն անտեսող, դաշնակիցներ ճարելու անընդունակ։ Տեսեք, Եվրոպական միությունը արհեստականորեն բռնի պարտադրեց, որ այդ սահմաններում կռիվ եք ունենում։ Մի քանի 100 դիտորդ ուղարկենք խելոքանաների։ Եվրոպացիների առաջարկն ինքը վաղը դրանց էլ է հանելու, որպեսզի մեր վախը մեծանա, մենք Մինսկի խմբի ծրումը նաև դրան էր ուղղված։ Գիտեք, թեմաներն այնքան շատ են, որ ես ինքս ինձնից անկախ հեռանում եմ բուն խնդրից, բայց մեր խնդիրը այսօր մեկն է։ Քանի դեռ Հայաստանի ընդդիմադիր դաշտի մարդիկ Նիկոլի մասին խոսելիս չեն ասում կոնկրետ Հայրիկյանի սահմանադրական բարեփոխումների հարցը։ Հայրիկյանին թող չասեն, Հայրիկյանի ներկայացրած մեղադրանքը։ Սահմանադրությունը շատ ավելի բարձր է։ Ես հասարակ բան եմ ասում։ Հայրիկյանի ներկայացրած նախագծերը չի քննարկել, դրանով իշխանությունը չարաշահել է, հանցագործ է։ Պարոն Նիկոլ Փաշինյան, ձեզ շատ ենք սիրում, բայց դուք հանցանք եք կատարել, պիտի պատժվեք։ Քանի դա չենք ասում, ինքը բոլորի հետևից կգնա։ Առայժմ գնում է գործարարների եւ հոգեվորականների հետևից, վաղը գալու է ձեր հետևից, հիշեք, հաստատ գալու է։ Իմ հետևից էլ գա չի գա, ինձ դա չի հետաքրում, չի ուզում։ Բայց պիտի իմանանք, որ այս ամեն ինչ որ կատարվում է մի պատճառով։ Եսակենտրոն նստած մտածում ենք ապագա ընտրությունների մասին, վերջին բթամիտի նման չհասկանալով, որ ինչ ընտրություն։ Նա որ քեզ պիտի ընտրի, այդ ընտրելու իրավունքը պիտի ունենա, չունի այդ ընտրելու իրավունքը։ Ի սկզբանե բռնադատված է եւ կունենար միայն բացարձակ ժողովրդավարության սահմանադրության դեպքում։ Իսկ ինչ բան է, այդ բանը տվել եմ։ Իմ էջում էլ կա demos.am, մտեք կարդացեք։ Շնորհակալ եմ։